Խաղացուն սերի քրիստոնյա երրորդ նված Եփեսացների թուղթ Առաջի գլուխ երրորդ խոսքից ասում է օրհնալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգեվոր օրհնությունով երկրավոր բաներումը Քրիստոսումը, այսինքն Տերը մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնությունով երկնավոր բաներումը Քրիստոսում։ Դու երանելի ես, եթե դու լինես օրհնված հոգևոր օրհնությունով երկնավոր բաներումը Քրիստոսով հոգևոր օրհնություններ ինչպես որ ընտրեց մեզ նրանով աշխարհի ստեղծելուց առաջ ինչի համար որ մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջին սիրով փառքես Տեր այսինքն առաջիկո օրհնությունը հոգևոր օրհնությունը որ դու ունենաս սեր Տիրոջ հանդեպ ժողովրդի հանդեպ եւ սուրբ եւ անարատ լինես նրա առաջին դու օրհնված ես երբ որ դու սեր ունես սուրբ ես եւ անարատ ես ինչպես որ Հակոբը հրեշտակի հետ մենամարտեց ասավ ինձ օրհնիր մինչև չհորտնես ես քեզ չեմ թողի եւ ինչ էր օրհնությունը նշանակում անձի փոխվելը էության փոխվելը անվան փոխվելը քրիստոնյա սիրելի այսօր քո առաջի օրհնությունը դա պետք է լինի ոչ թե աշխարհի աղբերը ձեռք բերես իմանաս թե քեզ Աստված օրհնել է քո քրիստոնյա մարդու առաջի օրհնությունը քո էության քո փոխվելն է քո անվան փոխվելն է քո առաջվա մարդը հին մարդը որ մեռել է դու նոր ես նոր էություն ես Քրիստոսով հենց դա օրհնությունն է եթե դու փոխված ես իրոք դու ապրում ես փոխված կյանք դու ուրեմն օրհնված ես եթե դու դեռ փոխված ես դու օրհնված չես Հակոբին ասավ դու այլևս էլ Հակոբ չես կոչի որտեվ Հակոբը մի ժամանակ կոչվում է սուտ խորամանկ խափող գողացող եւ այլ Իսրայել օրհնված ես փոխված ես դու փոխված ես ես էլ հետը թե ոչ թե խափնված ապրում ենք եւ մեզ համարում ենք այս աշխարհի մեջ թե մենք օրհնված ենք Տիրոջով քո առաջի օրհնությունը որ սեր ունենաս եւ անարատ եւ սուրբ ապրես Աստծո առաջին քո առաջվա հին էությունից փոխված լինես նորը լինես իրականից քո ներսի մարդը օրեցօր զորացած լինի որ դսինը քաշված